Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ադրբեջանը ինչ պահանջներ նոր կարող է առաջարկել, մասնավորապես Տիգրանաշենի եւ Արցվաշենի մասը, որտեղ իրենք երկու պարագայում էլ, այսպես ասած, շահեկան դիրքերում են, մեզ ձեռք է տալիս փոխանակում Արցվաշենի Տիգրանաշենի։ Ադրբեջանը այս պարագայում ինչ նոր պահանջներ կարող է առաջարկել Հայաստանին, որպեսզի նաեւ այդտեղ իրենք շահեկան դիրքերում լինեն։ Իրենք արդեն հայտնվում են շահեկան դիրքերում, եթե ընդհանրապես պահանջում են այդ անկլավների անկլավների նկատմամբ տարածքային ինքնիշխանության վերականգնումը։ Արդեն հայտնվում են շատ, ես արդեն նկարագրեցի դա։ Ինչքան վատ վիճակի մեջ ենք մենք հայտնվում, եթե դա լինի SL կոնֆլիկտայնության պայմաններում։ Առավել ևս, որ դուք էլ եք հարցը տվեցիք, սահմանազատումը դեռ ավարտված չի։ Այսինքն մենք տեսնում ենք, որ շարունակվում է նույն բանը՝ ճնշումներ, զիջումներ, տերոր, ել չենք ասում, որ սահմանությունը պիտի փոխենք, ել չենք ասում, որ մեր գերիները ու զինվորները միջև հիմա բանտի բաներում են, տանջվում, ել չենք ասում, որ բանը լուծված չեն ճանապարհների բացման խնդիրները, միջև հիմա։ Ինչ-որ մի հատ գնաց թույլատվել գա Ալիևը, հետո այդտեղով մեր ճանապարհները գործում են, բացված են, դեբլոկադա է կատարվել, բացարձակապես։ Հայ-թուրքական սահմանը ոնց որ փակ է տեսել, փակ է, հայ-ադրբեջանական ճանապարհները ոնց որ փակ են տեսել, փակ են, բացի մի հատ գնացքի գնալ գալուց։ Հասկանում եք։ Էլ չեմ ասում, որ հիմա էլ արդեն նորից մեր գլխին մարմնավորվում է մի նոր պահանջի կատարում, որը ոնց որ առանցքային է դառնում, դա 300,000 ադրբեջանցիների վերադարձն է Հայաստան։ Դրա մասին Ալիևը խոսում է ամեն օր։ Քրթական պատգամավորներն էլ չեն բացառում, որ հնարավոր է գա մի շրջան, որ ադրբեջանցիները կան Հայաստանում ապրելու, հայերը գնան Ադրբեջանում ապրելու։ Շատ լավ, ես նորից եմ ասում, դա հնարավոր է երկարաժամկետ հեռանկարում, երբ որ մեր պետությունը գա այն եզրակացության, որ Ադրբեջանը այլևս չունի ագրեսիվ պլաններ Հայաստանի պետականության նկատմամբ, երբ որ Ադրբեջանում մենք կեզրակացնենք, որ Ադրբեջանում այլևս իսպառ վերածվել է համակարգային հայատյացությունը, որը այսօր ուղղակի բանա, ինչ ասեմ, Ադրբեջանի բնորոշիչ հատկանիշն է դառել։ Համակարգային հայատյացությունը։ Այդ պայմաններում գնալ նման քայլերի, դա նշանակում է դու ուղղակի կատարում ես Ադրբեջանի ծրագիրը հայոց պետականության ոչնչացման եւ ժողովրդագրական իրավիճակի փոփոխման եւ այլն եւ այլն։ Մեզ այսօր պետք է խաղաղություն, գումարած երկարաժամկետ մի շրջան Ադրբեջանի հետ հարաբերությունների կառուցման, չգիտեմ, վստահության կառուցման, որից հետո կարելի է փոխադարձ հիմքերի վրա քննարկել նաև բնակչության վերադարձի խնդիրը։